Վայ արդեն իմ ներվերի հաշվին են սրանք։ Միտին ներկայացրեցիք անունները, ակնկալում եք, որ արձագանք Մի բում հաղորդում ենք տվել եւ անհետացման փաստի հետ կապված եւ նաեւ ես ուզում եմ հասկանամ սա ինչ անհարգալից վերաբերմունք է փաստաբանական ինստիտուտի նկատմամբ։ Բայց Ռոմանը չէ, ասաց գնամ բանակցան։ Բայց ինչպես իրեն ներս թողեցին, ձեզ չէ։ Հրեց դուրը։ Իրեն էլ ներս չթողեցին։ Բայց արդեն այդպես ուղղակի չուզեցի տղամարդ, հա, չուզեցի, հա, իրեն առաջ հրել, իսկ մեր պարոն Աղարոնյանը ոնց որ այդպես կարողացավ ձեռքով շրջանցել։ Հա, ես իրեն ձեռք չուզեցա տալ, էլի, թեկուզ բարի դրացի եկան։ Իսկ մի բա հատկապես ինչով է հետաքրքրում, թե ովքեր են ներսում եւ ինչ տեղեկություն Դե ունեք։ մի լիազորությունները գիտեք, մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ առավել եւս, հա, եթե մենք ունենք վերման ենթարկվածներ, որոնց մի մասին էլ գտնվելու վայրը անհայտ է եւ դա նույնպես հանցագործություն է, այս ենթադրյալ հանցագործության շրջանակներում իհարկե գոնե մոնիտորինգ անելու եւ եզրակացություն կազմելու Մենք սրբազանի գտնվելու վայրը չէ հայտնի չէ։ Քանի հոգու գտնվելու վայրը հայտնի չէ։ Եվս երկու հոգևորական Քահանայի եթե երկու քահանաները։ քահանաների Մի րոպե սա ասեմ Տեր Նարեկ քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս քահանա Սարգսյան եւ Արարատի թեմի Դե թեմի առաջնորդի համար առավոտվանից 7-ի շահերի պաշտպանությունը այստեղ գրված, դարձավ 9։ Սրբազանից Եթե բացի այդպես նայեք, 6-ը ներսում են, ըստ մեր տեղեկությունների Տեր Համբարձում Դանիելյանին բերում են էլի այստեղ, դրա համար միանգամից գրել ենք, որ հենց բերեն իր շահերի պաշտպանությունը։ Մի վարքյան թողեք ավարտեմ Ժողովուրդ ջան։ Մյուս երկուսին էլ հադրան է, էլի երկուսի մասով եք դիմել ոստիկանություն։ Հա, իհարկե, հա։ բոլոր բերման ենթարկվածների ում գտնվելու վայրը հայտնի է։ Նայեք, մեր հոգևոր հայրերից, մայրաթորից ինչ ինֆորմացիա ստանում ենք, որ եկեղեցականների խուզարկության կամ բերման ենթարկելու կամ անհետացման մասին միջոցներ ենք ձեռնարկում, ձեզ հետ միասին տեսնում եք այստեղ այս աշխատանքի մեջ ենք։ 6-ն են, երկուսը անհետն են, ստացվում է 8։ Մեկն էլ բերվում է։ Հա, Տեր Համբարձում 7, բայց եթե ասում եք երկուսը անհետ են, չգիտեք որտեղ 1, 2, 3, 4, 5, 6, 7 հոգու շահերի պաշտպանության դիմումը էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է քննչական կոմիտե, հիմա էլ ուզում ենք թղթային եղանակով մուտքագրել 7-ից 2-ը չէ, դա չեմ ճշտում, 7-ից 2-ի տեղը չգիտեք։ Ոչ թե 7-ից 2-ի տեղը չգիտենք, այլ եւս 2-ի տեղը չգիտենք։ Այստեղ գտնվող 6-ից բացի եւս 2-ի ստացվում է, այդ 7-ը չեն ստացվում, ավելի շատ։ 9 են ստացվում։ Հա, դա եմ ասում։ Հա։ Իրանցը հայտնի է շահերի պաշտպանությունը իրանց մասով։ 6-ը այստեղ են։ Լավ, եկեք այդ մաթեմատիկան դադարեցնենք։ Ես պարզ ասեմ։ Պարզը ասում եմ 6 հոգևորական գտնվում են ներսում ըստ մեր նախնական տվյալների վկայի կարգավիճակում, բայց երկար ժամանակ արգելափակված եւ նրան բացին դրանցից Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ բերվում է քննչական կոմիտե։ Հիմա մենք այս 7 հոգևորականների համար 3 փաստաբաններով դիմում ենք ներկայացրել եւ հիմա էլ այս թղթային եղանակով դիմումը ուզում ենք մուտքագրել ընդհանուր բաժին։ Սա մի փաստ։ Երկրորդը եւս 2 հոգևորական Տեր Նարեկ քահանա Սարգսյան եւ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել եւ տեղ չեն հասցվել։
Իսկ Տեր Մկրտիչ Սրբազանի թեմի առաջնորդի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ անձը ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում, որտեղ չգիտենք, մեզանից թաքցվում է, բոլորիցս թաքցվում է նրա գտնվելու վայրը։ Բայց քիչ առաջ պարոն Զորաբյանն էլ նշեց, որ ինֆորմացիա տեղեկություն են ստացել, որ Սրբազանին բերում են այստեղ։ Մենք էլ ենք այդ ինֆորմացիա, բայց բերում տեղ չեն հասնում։ Կբերեն, այսօր կբերեն, թե այն որ ասում ոնց է լինի, մինչև ձմեռ կբերեն, էլի այդ պահն է։ Հիմա այդ պատճառների պատասխանը ոչ թե մենք պիտի տանք փաստաբաններով, այլ մենք պիտի հարցնենք փաստաբաններով, թե ուր է մեր վստահորդը։ Այդ պատճառի պատասխանը մեր լիազորությունների շրջանակում չի։ Դա այս դռների հետևում, զմռսված դռների հետևում գտնվող պաշտոնատար անձանց պատասխանը պիտի ակնկալեք այսպիսի խախտումների հետ կապված։ Իսկ հաղորդում ներկայացնելը հիմա իրազեկ միավորումը ներկայացրել է հաղորդումը, փաստը պիտի ստուգվի, բայց դա չի ենթադրում, որ այսպիսի ռեպրեսիաներ ու հանցագործությունը ստուգելու համար փաստը ստուգելու համար մի հատ էլ հանցագործություններ պիտի կատարեն, այսինքն անձը անհայտանա, դուրս գտնվի պետության իրավազորությունից, տեղը թաքցվի, պլյուս դրան մի հատ էլ փաստաբանների մուտքը մյուս հոգևորականների մասով խոչընդոտվի։ Կարևոր մի տեղեկություն լրացում անեմ։ Ուրեմն ինչպես քիչ առաջ հայտնեցինք, մենք էլեկտրոնային սկանավորված տարբերակը դիմումի ուղարկել էինք ինչպես Երևան քաղաքի քննչական կոմիտեն, այնպես էլ հասցեագրել էինք քննչական կոմիտեի գլխավոր վարչությանը։ Քիչ առաջ պատասխան հաղորդագրություն եմ ստացել, որ քննչական կոմիտեի հասցեագրված դիմումը բացակայում է, բայց ուզում եմ ձեզ ցուցադրել, հարգելինս, որ դիմումը կցված է, խնդրեմ։ Որպեսզի դուք հավաստիանաք, որ սա իսկապես իրավական գործընթաց չի։ Այսինքն, խնդրեմ, այսինքն հաստատի պետությունը հրաժարվում է ստանալ հաստաբանների դիմումը պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ։ Ուրիշ որակում ուղղակի ես չգիտեմ ինչպիսի որակում կարելի է այսպիսի ոչ։ Ես ուղղակի ուզում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարին եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին դեռ մի բան խնդրել եւ գործընկերաբար հորդորել։ Մնացեք օրենքի սահմաններում։ Բոլոր իշխանությունները անցողիկ են։ Մնացեք օրենքի սահմաններում։ Հետո երբ որ կարթնանա ձեր պատասխանատվությունը, իհարկե մենք էլի պաշտպանությանը կողմ ենք, բոլորը պիտի պաշտպան ունենան եւ պաշտպանության իրավունքը պետք է ապահովված լինի, բայց մտածեք ինչ եմ ասում, մնացեք օրենքի սահմաններում, պետության իրավական ողնաշարը ջարդում եք, դուք եք ջարդում, պատվիրատուն չի հասկանում այդ պետության ողնաշարի ջարդման հետևանքը կամ գուցե հասկանում է, բայց որպես իրավաբան դուք արյունով եք հասկանում ամբողջ, թե ինչ եք անում, խնդրում եմ մի արեք, դեռևս խնդրում եմ, որ մի արեք։ Շնորհակալ եմ։ Պարոն Աղարոնյանը ներս մտա։